Սիրելի ժողովուրդ, հանրահավաքային հռետորաբանությունը ավարտվեց։ Ես ուզում եմ ձեզ հետ պարզապես զրուցել։ Ես գիտեմ, ձեզանից շատերը ինձ պապի են ասում։ Դա ինձ համար ամենամեծ պատիվն է և ես հպարտ եմ դրա համար։ Եվ հիմա ընդունեք պապու խոսքը։ Ես այսօր հանրահավաքի առջև չեմ ելույթ ունենալ։ Ես ուզում եմ զրուցել ձեզանից յուրաքանչյուրի հետ։ Իմ խոսքը ընդունեք այդպես։ Մենք ձեզ հետ միասին այսօր մեծ գործ ենք կերտում։ Գուցե այս երկրի մեր հայրենիքի, մեր սուրբ հողի ճակատագիրն ենք լուծում։ Ես խնդրում եմ, որ բոլորդ հակվեք այս գիտակցությամբ։ Այստեղ հանդիսատես չկա։ Բոլորդ մասնակից եք այդ գործի։ Դա միաժամանակ մեր բոլորի համատեղ ընդհանուր գործն է, բայց նույն պահի նաև յուրաքանչյուրիս գործը։ Եթե այս ներդաշնակությունը չլինի, մեր գործը հաջողություն չի ունենա։ Մեր ուժը, մեր ինքնավստահությունն է, մեր զսպվածությունը։ Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը և ոչ թե հախորնը կամ խելագարը։ Սա մեկ օրում լուծելիք խնդիր չէ, մեկ օրվա գործ չէ։ Երկար էլ չի տևել։ Մի մտահոգվեք։ Կարճատև, բայց համակարգված, զուսպ, ինքնավստահ, այստեղ հաղթելու է կամքը։ Եվ ես դրանում չեմ կասկածում, որովհետև կա ժողովուրդ, կա այդ ժողովրդին ղեկավարող, առաջնորդող, հզոր կազմակերպություն, որը իր այդ պատիվը վաստակել է 3 տարվա համառ պայքարի մաքարման գնով։ Այստեղ դուք կասկածելու որևէ հիմք չպետք է ունենաք։ Քիչ առաջ ես խոսեցի իմ բարձունքի ելույթում։ Մենք գիտենք ձեր հույզերը, ձեր տրամադրությունները, ձեր անհամբերությունը, հիմա, այսօր, այս պահին, դա շատ լավ է, հրաշք է, դա է մեզ լիցք տալիս, բայց ես վստահ եմ նույնիսկ այդպես տրամադրվածները հասկանում են և կազմակերպվածության, և զսպվածության, և համատեղ որոշումների պարտադիր լինելը բոլորիս համար։ Մենք մարտի 1-ից սկսած արդեն համատեղ որոշումներ ենք կայացնում։ Այսօր եմ մեկ որոշում կայացնենք, մի հատ էլ քիչ հետո կկայացնենք։ Ես ուզում եմ ասել, թե այսօր որն է մեր խնդիրը։ Մարտի 1-ին մենք ընդարձակ ծրագիր ենք ներկայացրել, կարճաժամկետ իրականացման ծրագիր։
ընտրելով ամենահրատապ խնդիրները, որոնք այսօր պետք է լուծել, չսպասելով անգամ իշխանափոխության, որովհետև կա պետություն, կան պետական ինստիտուտներ, որոնք հավանենք թե չհավանենք, գոյություն ունեն և գործում են։ Մենք որևէ մտադրություն չունենք պայքարել պետության ինստիտուտների դեմ։ Մեր պայքարը այդ ինստիտուտների բովանդակությունը խաթարողների դեմ է։ Ասացի, մենք ընդարձակ ծրագիր ենք ներկայացրել և միամիտ չենք, որ չհասկանանք, որ դա միանգամից լուծվող հարց է։ Կամ փուլեր։ Այս փուլի գլխավոր 3 խնդիրները ես նշեցի։ Այս փուլի տվյալ պահի դրանք են առաջինը քաղաքաբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը եւ դա տեղի է ունենալու։ Չկարծեք, թե դա սարերի ետևում է, շատ շուտով։ Երկրորդը ազատության հրապարակում արտոնված հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը, որ նույնպես տեղի է ունենալու։ Եվ երրորդը իշխանությունը այսօր եւ այդ սա պատկեր է անհապաղ պետք է հավաստիացնի մեր ազգին, հավաստիացնի մեր ժողովրդին, դա կլինի Սերժ Սարգսյանի դատախազության իջեցված ցուցումի ձևով, թե դատախազության պաշտոնական հայտարարությամբ, որ պետությունը բացահայտելու է մարտի 1-ի բոլոր սպանությունները և դրա բոլոր մեղավորները կանգնելու են արդարադատության առջև։ Սա է պայքարի այս փուլի մեր գերագույն խնդիրները։ Ես հիմա կանդրադառնամ սրանցից յուրաքանչյուրին առանձին։ Ինչ բան է քաղաքաբանտարկյալների խնդիրը։ 9-ին գումարվեց Սամսոն Խաչատրյանը 10, որոնցից 2-ը արդեն այսօր ազատված են։ Մնացել է 8-ը։ Ինչ չի հետաքրքրում, թե իշխանությունները ինչ են մտածում այդ բանտարկյալների մասին։ Նրանք կարծում են և հայտարարում են, որ սրանք հանցագործներ են, թող կարծեն, թող հայտարարեն, դա իրենց իրավունքն է։ Իրենց իրավունքն է, մենք ժողովրդավարություն ենք պահանջում, ժողովրդավարությունը ենթադրում է այլակարծություն։ Մենք գտնում ենք, որ դրանք քաղաքաբանտարկյալներ են, իշխանությունը ինչ ուզում է թող գտնի։ Եվ անգամ եթե նրանք այդպես են մտածում, պետք է հասկանան մի բան, որ քաղաքաբանտարկյալների հարցը այլևս իրավաբանական հարց չէ։ Ինչ է լինի պատճառը, ինչ մոտիվներով էլ նրանք ձերբակալված լինեն, դա այսօր դարձել է քաղաքական հարց և եթե կուզեք Հայաստանի Հանրապետության ամենասուր քաղաքական հարցը, ամենասուր և ցանկացած իշխանություն, երբ երկրում կա այսպիսի գերսուր քաղաքական հարց, որը հիմնական, քաղաքական, ներքաղաքական մթնոլորտի հիմնական թունավորող հարցն է, պարտավոր է առաջին հերթին լուծել այս հարցը։ Կրկնում եմ, անկախ այն բանից, թե ինչպես է նա գնահատում այդ քաղաքաբանտարկյալներին։ Սա աշխարհում ընդունված ձև է,
իշխանությունների վարք է։ Խոսում են, թե մի անգամ արդեն համաներում եղել է, հիմա չեն կարող կիրառել, չգիտեմ, կսպասեն 50, ասենք իր պատժաչափի կեսը կրելուց հետո ամենչապես բաց կթողնել եւ այլն եւ այլն, սրանք դատարկ բաներ են, երբ որ մի այսպիսի մեծ գործ կա, այդ մեծ գործի մեջ կպչել այսպիսի մանր հարցերի, դա չի սազում որևէ իշխանության, անգամ Սադամ Հուսեյնին դա չէր սազի։ Եթե քաղաքական հարց է, սա քաղաքական լուծում է պահանջում, որը ունի նաև իրավաբանական մեխանիզմ։ Նախագահը ունի սահմանադրությամբ տրված ներման իրավունք, որը բացարձակ իրավունք է։ Մեկ օրում այս պահին 2 րոպեում նա կարող է ստորագրել մի հրամանագիր եւ ցանկացած բանտարկյալի ազատ արձակել։ Անգամ մարդասպանի եւ նա բացատրելու կարիք չունի։ Այդ իրավունքը տրված է, ասում եմ, նախագահին սահմանադրությամբ, ոչ մի օրենքով չի կարգավորում եւ ոչ մի օրենքով չի սահմանափակվում։ Սա շատ կարևոր ինստիտուտ է։ Ինչու համար է սա տրված։ Որովհետև պետությունների կյանքում լինում են դեպքեր, երբ նախագահը անգամ, եթե համոզված է, ստիպված է անարդար լուծում գտնել քաղաքական ճգնաժամ լուծելու համար։ Ենթադրենք, միտեղ պատանդներ են վերցրել, 1000 հոգու, եւ պահանջում են ազատագրել մի մարդասպանի, չգիտեմ, մի ռեցիդիվիստի, եւ նախագահը ստիպված է այդ 1000-ին փրկելու համար տալ այդ պատանդին։ Մեր աչքի առջև տեղի ունեցան Բուդյոնովսկի դեպքերը։ Հիշում եք, Չեռնոմիձին հեռախոսով նստած խոսում էր Բասաևի հետ, Մոսկվայից Բուդյոնովսկ։ Նա թույլ տվեց, այո, բանդիտներին, տերորիստներին ազատվել պատասխանատվությունից միայն այդ պատանդներին փրկելու համար։ Սա ասում եմ, միջոց է տրված նախագահին այսպիսի սուր քաղաքական վիճակներից դուրս գալու համար։ Եվ այդ նախագահի համար ոչ մի անպատվություն չկա։ Եվ ասեմ, այսպիսի հրամանագրի դեպքում գնահատականները չեն փոխվում։ Մենք գտնում ենք, որ այդ մարդիկ քաղ բանտարկյալներ են եւ վերջ, եւ դա մեզնից ոչ ոք չի կարող կորզել, դա մեր իրավունքն է։ Քաղ բանտարկյալները գտնում են, որ իրենք անմեղ են եւ մինչեւ վերջ այդպես էլ պնդելու են։ Իշխանությունները համարում են հանցագործ, թող համարեն, դա իրենց գործն է։ Բայց այս հարցը պիտի լուծվի։ Եվ այդ բանտարկյալների իրավունքն է ազատվելուց հետո բողոքարկել վճիռները, բողոքարկել անգամ իրենց շնորհած ներումը, արդարացվել դատարաններում եւ ստանալ նյութական փոխհատուցում։ Այնպես որ սա այսօր արդեն այս մեծ գործի մեջ, մեծ process-ի մեջ, որը ընթանում է Հայաստանում, իմացեք, սա արդեն միայն մեր գործը չէ։ Ես իմ նախորդ ելույթում ասացի, իշխանություններն էլ արդեն ստիպված, թեկուզ առայժմ միայն խոսքերով փորձում են ընդառաջ գնալ հասարակությանը։ Ես գիտեմ եղան չարամիտ վերլուծություններ, որոնք անգամ այդ արձագանքները փորձեցին ներկայացնել որպես գործարք իշխանությունների եւ կոնգրեսի կամ իշխանությունների կամ հասարակության միջև։ Եթե անգամ դա այդպես է, դա ամենապատվաբեր գործարքն է,
արժանապատիվ գործարք, քան իշխանության եւ հասարակության միջև գոյություն չունի։ Եվ աշխարհի ամենաարդար, ամենաժողովրդավարական պետությունները հենց այն պետություններն են, որտեղ կա մշտական գործարք պետության կամ իշխանության եւ ժողովրդի միջև։ Սա է այն պետությունը, որին մենք ձգտում ենք։ Հիմա հաջորդ հարցի։ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու արտոնության մասին։ Ինչ է տեղի ունեցել մեզ մոտ։ Մի քանի ոչնչություն, ես նկատի ունեմ վերջին 3 քաղաքապետները, Զախարյան, Բեգլարյան, Կարապետյան, այս վերջին 3 տարիների ընթացքում 100-ից ավելի անգամ մեզ արգելել են հանրահավաք անցկացնել այս հրապարակում։ Դա ինձ չեն արգելել, կոնգրեսին չեն արգելել, կոնգրեսի անդամ կուսակցություններին չեն արգելել, ձեզ են արգելել։ Հարյուր հազար մարդու են արգելել։ Ոչ ոք դրանցից, ոչ ոք իմ թվարկածներից, ոչ ոք որևէ ընտրության ժամանակ 100,000 ձայն չի ստացել։ Ես չեմ ուզում կոպիտ խոսել, բայց շատ մեղմ կասեմ, դու ով ես։ Իսկ Սերժ Սարգսյանին ցիտելով, մեջբերելով կասեմ, «Տո այ անբարոյական, դու ով ես»։ Հիմա, ուշադիր, արդեն ցուրտ ընկնում է, մրսում են, շատ շատերը հեռու տեղերից են եկել, թողեք հանգիստ վերջացնենք։ Ուրեմն, ժողովուրդ, հիմա ընդունում ենք մեր հաջորդ որոշումը, ձեզ հետ միասին։ Այս հանրահավաքի անունից, արդեն 100,000 մարդու անունից, հանգիստ, ես են հերոս հայր եմ, հանգիստ, ուրեմն, մենք այս անգամ իրազեկումը ներկայացնում ենք ոչ թե կոնգրեսի անունից, կամ ոչ թե կոնգրեսի անդամ որևէ կուսակցության անունից, այլ այս հանրահավաքի անունից, ովքեր են համաձայն հաջորդ հանրահավաքի համար պահանջել անցկացնել ազատության հրապարակում և դիմել ամբողջ հանրահավաքի անունից, ովքեր են համաձայն։ Դե թող հիմա այս քաղաքապետը փորձի մերժել 100,000-ին։ Եվ իմացեք, այդ 100 արգելքները, որ մեր առջև ներկայացրել են, 100-ից ավելի անգամ, դրանք անպատասխան չեն մնալու։ Զախարյանն էլ, Բեգլարյանն էլ, Կարապետյանն էլ պատասխան են տալու դրա համար։ Եվ հաջորդը, 10 սպանությունների բացահայտումը։ Մենք գիտենք, այս իշխանությունները իրենք են այդ սպանդը կազմակերպել և իրենք էլ իրականացրել են 10 սպանությունները։ Պարզ է, որ նրանց համար շատ դժվար է բացահայտել դրանք։ Եվ համոզված եմ համարյա, որ նրանք դա չեն անելու, բայց դա չի նշանակում, որ դա չի բացահայտվելու։
հակառակը իրենք գուցե ինչ-որ նրբացուցիչ դեպք հանցանած կարող է ձեռք բերեն, եթե իրենք բացահայտեն։ Միևնույն է հաջորդ իշխանությունը կամ միջազգային անկախ դատարանը այդ 10 սպանությունները բացահայտելու է։ Եվ վերջինը, ես ասացի, սա համատեղ գործ է, ես չեմ ուզում օգտագործել պայքար բառը, ես չեմ ուզում օգտագործել մաքարոն բառը, ոչ, սա քաղաքական խնդիր է, քաղաքական գործ, որը ժողովուրդը վճռել է լուծել։ Դա կարող է լուծել իշխանությունների հետ կամ պարտներական մակարդակով կամ հակառակ իշխանությունների։ Այդ գործը միևնույն է լուծվելու է։ Եվ եթե այդպես է, ես արդեն ոչ թե խնդրում եմ, ուղղակի ձեր գիտակցությանն են դիմում։ Սա նաև պատասխանատվություն պահանջող գործ է։ Ոչ մի ինքնագործունեություն չհանդուրժող գործ է։ Համաձայնեցված որոշումներից դուրս գալու այդ համաձայնեցված որոշումները խախտել չհանդուրժող գործ է։ Հարգելով հանդերձ հիմայի այսօրվա ձեր այդ զգացմունքները պետք է գիտակցենք, մեծամասնության որոշումը մեզ համար օրենք է, բոլորիս համար։ Եվ լսեք, հասկացեք, մենք շատ խանգարողներ ունենք, դրսից, մեր ներսից չէ, կողքից, չեմ ասում իշխանությունները, իշխանությունը պարզապես ուզում է մեզ ոչնչացնել, սա էր նրա խնդիրը, 3 տարի դրանով էր զբաղված, չհաջողվեց, ունենք նաև կողքից չարախնդացողներ, նախանձողներ, մեր հաջողությունը չցանկացողներ, մշտապես մեզ խանգարողներ, բայց մեր ներսում որևէ խանգարող չի լինելու։ Որևէ խանգարող։ Եվ եթե դուք անգամ նկատեք, ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր ծանրակշիռ խոսքով այդ մարդուն զսպել, ստիպել, ենթարկվել մեծամասնության կարծիքին, ես չեմ ասում կոնգրեսի, սա արդեն մեր մեծամասնության կարծիքն է, մեր ինքնակառավարվող հասարակական ֆորումի կարծիքն է, սա արդեն ձևավորված իշխանություն է, անկախ այն բանից մենք դեղուր է ճանաչված ենք, թե ոչ, մենք պետք է գործենք միայն ու միայն այս գիտակցությամբ։ Ես չեմ կասկածում մեր հաջողությանը։ Եվ խնդրում եմ, ձեզանից ոչ ոք չկասկածի։ Այս հրապարակում կասկածող չկա։ Այս հրապարակում վախեցող չկա։ Ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ բարի գիշեր մաղթել, նշել, որ սա 2008 թվականի մարտի 1-ից հետո մեր ժողովրդի առաջին, ես էլի չեմ ուզում ասել հաղթանակ, պայքար, չէ, թողեք, առաջին լիաթոք ցնծությունն է։ Ես ձեզ մաղթում եմ մշտական ցնծություն։